Թուրքիայի կենտրոնական հատվածում մարտի 13-ի վաղ առավոտյան 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների եւ աղետների կառավարման վարչությանը։ Տեղեկությունների համաձայն ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թոքաթ նահանգի Նիքսար քաղաքում։ Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 3:35-ին։ Սեյսմոլոգների տվյալներով երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 6.4 կիլոմետր խորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև հարակից մի շարք նահանգներում, ինչի հետևանքով բնակիչների մի մասը լքել է տները եւ դուրս եկել փողոցներ։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին իսրայելական ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Լիբանանին։ Ըստ տեղեկությունների իսրայելական ուժերը լայնամասշտաբ հրթիռային հարձակումներ են իրականացրել Բեյրութի եւ նրա հարակից շրջանների ուղղությամբ։ Լրատվամիջոցների հաղորդմամբ իսրայելական հարվածներից հետո Բեյրութի շրջանի լողափերից մեկում առնվազն 7 մարդ է զոհվել։ Հրթիռային հարվածներ են հասցվել նաև լիբանանյան Տուր քաղաքի մոտակայքում գտնվող Մահարակա գյուղին։ Միչիգանում անհայտ անձը մեքենայով մխրճվել է սինագոգի մեջ, ապա կրակ է բացել։ Դեպքի պահին ոստիկանությունը տեղի բնակիչներին հորդորել է հեռու մնալ տարածքից։ Կրակ բացած տղամարդը տեղի ոստիկանության սպանվել է։ Այլ մանրամասներ չեն հրապարակվել։ Վիրավորի մասին դեռևս տեղեկություններ չկան։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ ոստիկանությունը հետաքննում է հարձակողի դրդապատճառները եւ այն, թե արդյոք նա ունեցել է հանցակիցներ։ Լեհաստանը չի մտադրվում ներգրավել Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ։ Այս մասին հայտնել է Լեհաստանի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։ Նա ընդգծել է հետեւյալը. «Մենք նման ծրագրեր չունենք։ Լեհաստանի եւ Ամերիկայի շահերը մոտ են, դրանք զգալիորեն համընկնում են, բայց դրանք ամբողջովին նույնական չեն։ Իհարկե Միացյալ Նահանգները եւ Իսրայելը իրավիճակը տարբեր կերպ են գնահատում, բայց անձամբ ես չեմ տեսել որևէ անմիջական սպառնալիք Իրանից Միացյալ Նահանգների կամ Եվրոպայի կամ նույնիսկ Իսրայելի համար»։ Իր հերթին Սերբիայի նախագահ Վուչիչը նույնպես հայտարարել է, որ Սերբիան նույնպես չի միանա ՆԱՏՕ-ին եւ մտադիր է պահպանել իր չեզոքությունը։ Դոնբասում հիվանդանոցի վրա ուկրաինական 4 կամիկաձե անօդաչու թռչող սարքերի հարվածի հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել 10։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով ուկրաինական հարվածի պահին հիվանդանոցում եղել է ավելի քան 130 հիվանդ եւ մոտ 50 մարդ բժշկական անձնակազմից։ Թուրքիան Հունաստանին մեղադրել է Էգեյան ծովի կղզիները ռազմականացնելու համար։ Մասնավորապես Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հունաստանի գործողությունները, որոնք խախտում են Էգեյան ծովի կղզիների կարգավիճակը, ոչ միայն հակաիրավական իրավիճակ են ստեղծում, այլև խաթարում են բարիդրացիական եւ դաշնակցային հարաբերությունները։ Գերատեսչությունում նշել են, որ Էգեյան ծովի արևելյան մասում գտնվող կղզիները Հունաստանին են հանձնվել 1923 թվականի Լոզանի խաղաղության պայմանագրի եւ 1947 թվականի Փարիզի խաղաղության պայմանագրի համաձայն, նրանց ապառազմականացված կարգավիճակի պահպանման պայմանով։ Խոսե Անտոնիո Կաստը ստանձնել է Չիլիի նախագահի պաշտոնը։ Նա խոստացել է պայքարել կազմակերպված հանցավորության, միգրացիայի եւ կոռուպցիայի դեմ, ինչպես նաեւ խթանել տնտեսական աճը։ Մայրաքաղաք Սանտիագոյում եւ Վալպարաիսո նավահանգստային քաղաքում նորընտիր նախագահի դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպվել, ցուցարարների եւ ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել։ Վենեսուելայի առևանգված նախագահ Նիկոլաս Մադուրոն պահվում է Միացյալ Նահանգների Բրուքլինի բանտի 3 մետր երկարությամբ եւ 2 մետր լայնությամբ բնակխցում, գրում է 10 հղում անելով իսպանական ABC թերթին։ Նշվում է, որ պաշտոնապես նման խցերը ծառայում են մի քանի նպատակի՝ կարգապահական մեկուսացում, ինքնասպանությունների կանխարգելում եւ հատկապես վտանգավոր կամ ռիսկի խմբում գտնվող կալանավորների պաշտպանություն։ Կալանավորներին թույլատրվում է դուրս գալ շաբաթական 3 անգամ 1 ժամով, միշտ ձեռնաշղթաներով եւ 2 պահակի ուղեկցությամբ։